Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան հաղորդաշարը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականության մասին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանն է իմ զրուցակիցը։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ուզում եմ սկսել ազգային ինքնությունից։ Այն ունի տարբեր բաղադրիչներ։ Քրիստոնեության ընդունում, Արարատ լեռ, Ավարերի ճակատամարտ, ցեղասպանություն, Արցախի ազատագրում։ Կարող ենք ասել, որ վերջերս փորձում են այդ ինքնություն բաղադրիչներից ինչ որ տարրեր հանել, այսպես ասած, մինուս անել։ Առհասարակ տեսնում ենք, որ պետության գաղափարախոսությունն է փորձ արվում փոխել, եթե առհասարակ Հայաստան ասելով մենք հասկանում ենք հայերի երկիր, իր բոլոր ինքնության տարերով, Արարատ, Արցախ, բոլորը, որոնք որ թվարկեցիք, հիմա կարծես թե այս իշխանությունների կողմից փորձ է արվում Հայաստանը դարձնել զուտ Հայաստանի Հանրապետություն, եթե այսպես ուղիղ ասենք, այսինքն ազգության հիմքը փոխարինել քաղաքացիության հիմքով։ Այնպես ինչպես որ օրինակ կան պետություններ, որոնք որ ազգության հիմքով չեն ձևավորված, այսպես ասած ազգային պետություններ չեն, եւ այնտեղ ավելի կարեւոր է քաղաքացի լինել չլինելու հանգամանքը, քան այդ տիտղոսակիր ազգի ներկայացուցիչ լինելը։ Հիմա մեծ հաշվով Հայաստանում այս իշխանությունները փորձում են դա անել, դրա մասին է խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը հայության վարչապետը չէ, այլ Հայաստանի քաղաքացիների, որ ինքը պատասխանատու չէ աշխարհում տարբեր տեղերում ապրող հայերի համար եւ փորձում է այդ սեպը խրել նաեւ Սփյուռք, Հայաստան, Արցախ այդ միասնության գաղափարի մեջ։ Եվ դրանով պայմանավորված պետք է ազատվել նաեւ այն տարերից, բաղադրիչներից, որոնք որ ցեմենտի դեր են կատարում այդ կապը ապահովելու։ Դա միանշանակ ինքնությունն է, դա եկեղեցին է, դա ցեղասպանության հիշողությունն է, Արցախյան կամ Ղարաբաղյան շարժումը կամ Արցախյան ազատամարտն է, Արարատ լեռն է, հետեւաբար որպեսզի հնարավորինս բաժանի հնարավորինս թուլացնի այդ միասնականությունը, սկսում է պայքար տանել ինքնության տարբեր տարերի դեմ։ Միանշանակ է եւ դա արվում է անթաքույց կերպով, առանց թաքցնելու։ Օրեր առաջ խոսում է տարբեր տեղերում, որ Ղարաբաղը մերը չէր։ Ինչի մասին է սա, այսինքն ամբողջ սկսած 90-ականներից կամ 88-ից շարժումից սկսած հայ ազգի, հայ ժողովրդի ինքնության ամենակենտրոնում նաև դրվել է Արցախը, Արցախի ազատագրումը, Արցախի հայկականությունը։ Հիմա մարդը քարոզարշավ է վարում եւ ասում է, որ Արցախը մերը չի եղել։ Մենք կարող ենք ասել, որ ընդհանրապես Հայաստանը կարող է եւ չլինել ազգային պետություն։ Այս քաղաքականության արդյունքում, այո, ամեն ինչ դրան է տանում, այսինքն ես ելի եմ կրկնում, երբ որ հերոսը հռչակվում է հարկ վճարողը, երբ որ զուտ ազգային բնութագրիչներից, ազգի համար ինչ որ կյանքը զոհաբերելու այս հերոսապատումը փոխարինվում է հարկ վճարելու հերոսապատումով, երբ որ էլի, պարտադիր ասում է պետք է Հայաստանի քաղաքացիություն վերցնես, որ ունենաս այս պետության ճակատագրի որոշման հարցում քո դերակատարումը կամ քո ձայնը ունենաս, հետեւաբար մենք խոսում ենք, որ ազգային պետության վերացման մասին, խոսում ենք, որ Հայաստանը այլևս ինչ որ այլ պետության, չեմ ուզում համատականներ տանեմ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմա չկա, չէ, ազգության հիման վրա ձևավորված պետություն չէ, քաղաքացիությունն է, կամ օրինակ Ավստրալիան, այնտեղ էլ չկա, այնտեղ չեն ասում սա օրինակ այսինչի երկիրն է, ասում տարբեր տեղերից գաղութացման ժամանակահատվածներում եկած մարդկանց քաղաքացիության հիման վրա ձևավորված պետություն է։ Իսկ մեր եւ ոչ միայն մեր եվրոպական պետությունների, եվրոպական մոդելի պետության հիմքում ազգայինն է։ Այսինքն տիտղոսակիր ազգը, սա բացարձակ չի նշանակում, որ մեր պետության մեջ ապրող ազգային փոքրամասնությունները իրենց տեղն ու դերը չունեն, ոչ։ Սա նշանակում է, որ պետք է հարգել այդ փոքրամասնությունների իրավունքները, բայց տիտղոսակիր ժողովուրդը այս պետության հայ ժողովուրդն է եւ այնպես ինչպես իմ կարծիքով, այնպես ինչպես օրինակ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ունեցող կամ գրանցված մարդը ունի ճակատագիրը որոշելու կամ դրանում դերակատարում ունենալու իրավունք, այնպես է Սփյուռքում ապրող։ Այլ պետություններ փորձում են կեղծ սփյուռքեր հորինել,
ստեղծել, օրինակ մեր հարևան Ադրբեջանը նույնը արեց չէ տարիների ընթացքում։ Իսկ մենք մեր ունեցած Սփյուռքի այդ հսկայական պոտենցիալ ուղղակի փորձում ենք փոշիացնել։ Մենք չի, Նիկոլ Փաշինյանը։ Սփյուռքի մասին դուք հաճախ եք լինում եւ Եվրոպայում եւ Ամերիկայում, արդյոք 20 թվականից եւ հատկապես 23 թվականից հետո մեր հայրենակիցները պակաս հպարտ չեն քայլում, ինչ որ ընկճվածություն են զգում ընդհանուր առմամբ։ Միանշանակ է եւ դա դիտվում է բոլոր, այսինքն 20-ից հետո, հատկապես 23-ից հետո, որտեղ որ եղել եմ, շատ դժվար էր անձամբ ինձ համարել այդ մարդկանց հետ խոսել, փորձել նրանց մեջ նորից, այսպես ասած, ինչ որ հույսի կամ լավատեսության ալիք արթնացնել, պատկերացրեք, որ համատարած հիասթափության ալիք կա Սփյուռքում, տարբեր օջախներում։ Եվ դա իհարկե պայմանավորված է տարիներով պայքարի արդյունքների ոչնչացմամբ։ Սփյուռքի համար իրապես ինձ համար էլ թեև սկզբի ժամանակներում, երբ որ շփվում է սփյուռքահայերի հետ, շատ զարմանալի էր, որ Սփյուռքի համար Արցախը մի լրիվ այլ նշանակություն ունի։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև ես տեսնում էի, որ Սփյուռքի համար Արցախը նորածին երեխա էր, որ փորձում էր ամեն ձևով մեծացնել, ուժեղացնել, ամրապնդել եւ կապել ընդհանուր հայկական պետության մայր հայրենիքի հետ։ Հիմա երբ որ այս իրավիճակում թեկուզ մենք ասում ենք ժամանակավոր դա չկա, Սփյուռքի համար շատ դժվար է իրեն վերագտնել։ Սա մեկ, երկրորդը պարտության սինդրոմը նաև կա մեր Սփյուռքում, այսինքն մարդկանց հաղթանակ է պետք նոր, մարդկանց ինչ որ այնպիսի փոփոխություն է պետք, որ այդ լավատեսությունը եւ նորից ամուր հայրենիք ունենալու գաղափար իրենց մեջ վերակենդանանա։ Իհարկե կան տարբեր կազմակերպություններ, դա Հայդատն է, օրինակ բարեգործականն է, տարբեր եկեղեցին է, որ էլի փորձում է այդ ծիլերը, այսպես ասած, ամուր պահել, ջրել, ուժեղացնել, որ դա նորից իր պտուղները տա, բայց ընդհանուր երբ որ ընդհանուր հանդիպումների ժամանակ ես խոսում, տեսնում ես, որ այո, այս պարտությունը շատ մեծ հոգեբանական ազդեցություն է ունեցել նաև Սփյուռքի վրա։ Իսկ կա դիֆերենցիացիա, այսինքն ավանդական Սփյուռքի այլ զգացմունքների առումով եւ նրանց, ովքեր գնացել են այստեղից Հայաստանից։ Տեսեք, առհասարակ այնպես է ստացվել, որ ես լինում եմ եղել եմ եւ լինում եմ Սփյուռքի համայնքներում հիմնականում ավանդական գաղթօջախներում, օրինակ բերենք Արգենտինա, որտեղ որ եղել եմ, այնտեղ հիմնական հանդիպումները այդ ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների հետ են լինում։ Կա այսպիսի բան, այստեղից գնացածների մեծամասնությունը անտարբեր է նման գործընթացների, որովհետև որպես կանոն իրենք կամ աշխատանքային միգրանտներ են կամ լավ կյանքի հետևից այնտեղ հայտնված մարդիկ, ներողություն, եթե սրանով որևէ մեկին վիրավորում են, բայց շատ ավելի անտարբեր են ազգային հարցերի շուրջ, քան ավանդական Սփյուռքի ներկայացուցիչները, բայց ինձ համար մի հաճելի, այսպես ասած, զարմանալի բան եղավ, շատ հաճելի էր, վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ մենք հյուրընկալվեցինք նաև Բրյուսելում գործող Հայի տուն կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, ինքը համայնքային, մեր համայնքային կենտրոնն է, այսպես ասած, Բելգիայի հայերի, եւ որում բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանից տեղափոխված մեր հայրենակիցները, եւ այո, իսկապես շատ մեծ հպարտություն էր եւ շատ հաճելի էր, որ այդ մարդիկ էլի շարունակում են խոսել Արցախի մասին, Արցախի պահանջատիրության մասին, դեմ են մեծամասամբ այսօրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, անգամ եղան կոչեր այդ հանդիպման ժամանակ, որ պետք է բոլորը գործերը թողնեն եւ առաջիկա ընտրություններին գան Հայաստան, մասնակցեն ընտրություններին եւ դրանով аэроպորտում չբռնեն։ Դե այո, հիմա համենայն դեպս այնպես է ստացվում, որ այն շրջանակը, որոնց հետ որ ես շփում ունենում եմ սփյուռքյան այցերի ժամանակ, հիմնականում ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներ են լինում։ Ինչու պետք է Արցախի թեման հանել ինքնությունից, որովհետև այդպիսի բացատրություն է տրվում, որովհետև Արցախը երբեք մերը չի եղել, եւ մասնավորապես 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արդեն իսկ հանձնված պրծած էր։
Ես չգիտեմ ինչպես դա մեկնաբանել, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև շատ դժվար է բանական մարդու համար նման զառանցանքները մեկնաբանելը։ Մանավանդ երբ գիտենք, որ այդ նույն մարդը ընդամենը մի քանի տարի առաջ Ստեփանագերտի հրապարակում Արցախը Հայաստան է եւ վերջ էր գոռում եւ 21 թվականի ընտրություններին Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին էր խոսում։ Հիմա այդ մարդը ես ինչքանով վստահ լինեմ, որ վաղը մյուս օրը մի լրիվ ուրիշ բան չի ասելու։ Հիմա ինչ մենք մեր բոլոր գործերը թողենք, սկսենք մեկնաբանել ամեն մի նոր, այսպես ասած, հիմարություն եւ այստեղ երկրորդ հանգամանքը կա։ Ով է այդ խոսքերի հասցեատերը։ Եթե այդ խոսքերի հասցեատերը իշխող ուժի համակիրն է, ընտրազանգված, ես նրան չեմ կարող փոխել։ Ես բազմիցս համոզվել եմ, որ լրիվ անիմաստ աշխատանք է իշխող ուժի համակիրների հետ նման թեմաների։ Այդ ձեր շփումներից պատմեք, ոնց եք նրանց հետ շփվում, եթե շփվում եք։ Մի շփում պատմեմ, որ մենք մի հատ միջոցառման շրջանակներում, երբ որ փորձում ենք ներկայացնել, թե ինչ է կատարվել 23 թվականին սեպտեմբերին Արցախում, բավականին մեծ մասնակցությամբ կոնֆերանս էր եւ մի հատ ներկայացուցիչ կար, հիմա անունը չեմ հիշի, բայց մի հատ աղջիկ էր, որ եկել էր, հստակ երևում էր, որ այդ շրջանակների մարդ է եւ եկել էր ու պաշտպանում էր, որ դա ճիշտ էր, որ ռուսները եւ այլ եւ ասում եմ, օքեյ, ռուսները հասկացանք, ես էլ եմ ասում, որ ես օրինակ գնահատում եմ ռուսական խաղապահ առաքելությունը, ձախողված խաղապահ առաքելություն ու կարծում եմ, որ միջազգային բանում դա այդպես էլ դիտվելու է, որովհետև ըստ էության իր առաքելության նպատակին չի հասել, բայց սա դա, ասենք, դրա մասին խոսել, բայց Պրահայի մասին չխոսելը հիմարություն է, որովհետև դու փաստորեն ասում ես, որ նա սխալ է արել, բայց դու ինքդ քո սխալների վրա չես կենտրոնանում։ Ու խոսում էի, որ վերադարձի իրավունքը հիմա բան չեն անում ամբողջությամբ փակելով, այդ աղջիկը շատ տենց բան ջանասիրաբար բացատրում էր, որ դուք չգիտեք, ինքը հիմա դա այսպես է անում, որ ուժեղանանք, հետո ուրիշ բան է անելու։ Հասկանում եք, այս տրամաբանությամբ է, բայց ասենք Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարում, որ վերջ, ոչ թե ասում եմ մենք պետք է ուժեղանանք, որ այսպես անենք, ինքը ասում է վերջ, այս թեման փակված է, մոռանում եք, այս բանով այդ քարտեզը, որ բաժանում է, այդ քարտեզի շրջանակներում շարունակում եք եւ իսկապես որքան եղել է, հեսա մի օրինակն եմ ասում, նման բազմաթիվ դեպքեր եղել են, որ փորձում ես բացատրել, մի այլ բան էլ է, որ այս իրավիճակում այլ տարբերակ չկա։ Այսինքն ինքը անում է այն, ինչ որ իրատեսական է, ռեալ է եւ որ փորձում ես ասես, լավ, իմ հիշողության դեմ ինչի է պայքարում։ Ասենք մանկահասակ երեխային, որ մոր հետ մետրոյում էր, ինչի է փորձում այդ երեխայի մեջից հանի Արցախ առհասարակ, թեկուզ որպես հիշողություն հանի։ Կամ ինչ է նշանակում այնտեղ դպրոց չի կառուցել։ Ես հաճախել եմ անկախությունից հետո վերակառուցված դպրոցում եւ ստացել եմ այնպիսի գիտելիք, որով առանց որևէ խոչընդոտի ընդունվել եմ Երևանի պետական համալսարան։ Հիմա ուզում եմ ասի ես դա չեմ ապրել, սա ինչ է նշանակում։ Ես դա եմ ուզում ասի։ Դիսոնանսը որն է, ես ապրել եմ մի կյանքով կամ ասում եմ պատանդ եք ապրել, երջանիկ կյանքս դու ասում ես պատանդ է եղել։ Բա սա է պատանդությունը, կներեք էլի, իհարկե մայր հայրենիքում մի քիչ բան եմ ասում, բայց բազմաթիվ սոցիալական խնդիրների առաջ կանգնած արցախցիներս այս լավ սոցիալական պատանդի կարգավիճակում է հիմա այդ բնութագում, բայց իր տանը, իր օջախում, իր հայկական միջավայրում ավելին 30 տարվա ընթացքում Արցախը այն աստիճանի էր հայաֆիկացվել, բոլոր անգամ բարբառն էր շատ օտարածին բառերից մաքրվել ու շատ գրական բառեր էին մտնում։ Այո, ես էլ եմ նկատել։ Այո, միանշանակ այդպես էր, եթե 70 տարվա այդ գերությունը ադրբեջանական աղճատել էր ինչ որ առումով նաև հայկական ինքնության տարերը Արցախցու մոտ, ապա չնայած հնարավորինս պինդ պահվել է եւ դա է շարժմանը նպաստել։ Բայց այս 30 տարին կարելի է ասել արցախյան հայկական ինքնության ոսկե ժամանակահատված, երբ որ եւ եկեղեցին մտավ նորից սկսեց ակտիվանալ Արցախում եւ լեզուն շատ ավելի բարձր մակարդակով գրականությունը, պատմությունը ազատ շնչեց Արցախում ապրող հայ եւ ավելի հայկականացավ, էլի այսպես ինձ կարծում եմ իմ հայրենակիցները կհասկանան ես ինչ նկատի ունեմ։ Եվ դու այդ 30 տարվա այդ չքնաղ իրավիճակը ներկայացնես որպես պատանդառություն, իրապես չգիտեմ ինչ բարերով սա բնութագրել։ Ես մարդկային գործոնն էի ուզում
շեշտեի որպես մարդու իրավունքների պաշտպան երևի ձեզ էլ մոտիկ կլինի այդ թեման, եթե ես ձեզ ասում եմ, որ դպրոց չկար, բանկապարտեզ չկար, համալսարան չկար, ոչ մի բան չկար, ձեր մոտ չի առաջանում, բայց ես ո՞նց եմ այնտեղ ապրել։ Առաջանում է։ Այո, եւ հենց դա եմ ասում, եւ գիտեք, ելի եմ ասում, այն մարդիկ, ովքեր Արցախում եղել են կամ որևէ առնչություն երբևէ ունեցել են Արցախի հետ, այդ խոսքերը պարզապես ընդունում են որպես հիմարություն, որպես սուտ, որպես իրականության հետ որևէ առնչություն չունեցող խոսքեր։ Այն մարդիկ, ովքեր որ Արցախը պատկերացնում էին, չգիտեմ, հեռավորության վրա, երբևէ 300 կիլոմետր ճանապարհ չեն անցել մի հատ տեսնելու թե այս ինչ է այս Արցախը, որի համար այսքան պայքարում ենք, այդ մարդիկ միգուցե հավատան այդ խոսքերին, բայց դրան էլ հակադրվում է այդ արտահայտություններից հետո բավականին մեծ քանակությամբ փաստեր հրապարակվեցին, նկարներ, ախր 21-րդ դարում դժվար չէ էլի այդ ամեն ինչը, ասենք Ստեփանակերտի 12 դպրոցներից հանրակրթական ճնշող մեծամասնությունը վերակառուցված էին, մի քանիսն էլ 0-ից նոր կառուցված են։ Ստեփանակերտի համար 1 դպրոցը երևի Հայաստանի մակարդակով այդպիսի դպրոց չկա էլ։ Եթե սխալվում եմ, ներողություն, բայց պետական դպրոց չկա երևի։ Երևի այո, պետական նման դպրոց չկա։ Դա այդ Թումանյան փողոցի վրա գտնվող հիասքանչ շինությունն է, որը էլի Սփյուռքի աջակցությամբ է կառուցվել։ Հիվանդանոցը Հայաստանի մասշտաբով քանի նման հիվանդանոց կա, ինչպիսին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոններ, կամ Արցախի պետական համալսարանը շինարարությունը շարունակվում էր անգամ 2020 թվականի պատերազմից հետո։ Հասկանում եք, շինարարությունը ավարտվել է 22 թվականին, թե 23 թվականին, երբ որ արդեն նոր ուսումնական տարում մարդիկ մտել են ու բավական երևի այստեղ մի քանի համալսարանների հետ կարող ենք համեմատել իր հագեցվածությամբ, իր պայմաններով։ Այսինքն, եթե մերը չէր, բա 20 թվականից հետո ինչ էինք կառուցում։ Հենց էլի եմ գալիս եմ ողջամիտ մարդիկ, ովքեր որ Արցախի հետ որևէ առնչություն ունեցել են, հասկանում են, որ սրանք ընդհանրապես քարոզչական ինչ-որ թեզեր են, իրականության հետ որևէ կապ չունեցող։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ թքած ունեն Արցախի վրա, այդ մարդկանց համար իրենց առաջնորդի ասածը մի պատմություն այդպես պատմեմ, 2008 թվականն էր, երբ որ ես ընդունվել եմ այստեղ սովորելու Երևանում, այո, կուրսում ունեինք մարդիկ, ովքեր ինձ հարցնում էին, իսկ այնտեղ հայերեն եք խոսում դպրոցներում, ինչ լեզու, ասում եմ, ես ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, բավականին բարձր միավորներով, այդ թվում նաև հայոց լեզվի քննություն, ինչ նշանակում այնտեղ հայերեն եք, կամ ասում եմ, փողոցներում ավտոմատներով են մարդիկ քայլում։ 2008 թվականին Երևանում, Վանաձորում ապրող Գյումրիում ապրող որոշ մարդիկ այդպիսի պատկերացում ունեին Ստեփանակերտի մասին։ Այս սա է ամենամեծ ողբերգությունը, որ պարտադիր ինչ-որ առարկա չդարձվեց մեր հանրակրթական դպրոցները, որ Արցախի աշակերտներին բերեն ստեղ, ցույց տան, թե ստեղ ինչա կատարվում, եւ նույնն էլ էստեղից տանեին այնտեղ ցույց տան։ Ես ուղղակի շատ մեծ բախտ եմ ունեցել, որ ունեցել եմ դասղեկ պատմության մասնագետ, որը ինձ մեր դասարանին եւ ծիծեռնակաբերդ է բերել, եւ խուստուփ է բարձրացրել, եւ այո, Նժդեի գերեզմանին է տարել, Մատենադարան, Գառնի Գեղարդ, ամեն ձևով բերել եւ կապել է հայկական ինքնության հետ։ Գիտեք, հաստատ գիտեք, այսպիսի բան կա confirmation bias, այսինքն մարդիկ փնտրում են այն ինֆորմացիան եւ համաձայնում են այն ինֆորմացիայի հետ, որը արդեն իսկ իրենց մոտ համապատասխանում է իրենց նախորոք եղած համոզմունքներին։ Եթե մարդը նախորոք համոզված է, որ 30 տարի բացի Թալանից Արցախում էլ ոչ մի բան չի եղել, նրան ինչպես համոզես, որ ուրիշ բաներ են եղել։ Հիմա արդեն ցավոք մեր համոզելու, եթե Արցախում լինեին, կզանգեի, կասեի, արի, ես քեզ հյուրընկալում եմ մեր տանը եւ ես քեզ կտանեմ ցույց կտամ, թե ինչպիսի կյանքով ենք մենք ապրում Արցախում ու դու հիացած հետ կգնաս, եթե Արցախում լինեին։ Ես ուսանողական ընկերներ ունեմ, որոնք այցելում էին ինձ, արդեն ես ավարտելուց հետո երբ Ստեփանակերտում էի, ու մարդիկ ուղակի պետք է լսել են մարդկանց, ովքեր եղել են Արցախում։ Նրանք, ովքեր եղել են Արցախում, նրանք հիացմունքով են խոսում այդ կյանքի մասին, այդ միջը։ Բոլորը խոսում են Ստեփանակերտի մաքրության մասին, այդ օդից, հա, այսինքն եղել է կյանք, քաղաքային կյանք, կազմակերպված,
եւ մարդիկ ովքեր որ եղել են շատ տպավորված են հեռացել Արցախից 2019 թվականներ 2019 թվականի համահայկական խաղերն էին ես մի դրվագի մեջ ուղակի որպես բան տենց տպավորվել է ես քայլում էի Ստեփանակերտի հրապարակում մենք ունենք այդպիսի քաղաքային այսպես ասած ավանդույթ որ երեկոները Ստեփանակերտի հրապարակում տենց պարզապես քայլում էինք էլի ու մարդաշատ էր ու ես ինձ բռնել եմ այն բանի վրա որ ես այդ օրը լսել եմ եւ Գյումրվա բարբառը եւ գրական հայերեն համայկական խաղերի ժամանակներ եւ արեմտահայերեն եւ Արցախի բարբառը ուզենք մի հոգին փառավորող պահեր էլի որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում այդքան հայկական տարբեր բաներա խոսվածքների ականատեսը կամ ունկնդիրն էս լինում այդ մարդիկ որոնք եղել են նրանց համար Արցախը միանշանակ այդ պատանդարության ժամանակահատվածը չէր էլի իսկ ձեր հարցի մասով հիմա ինչ կարող ենք անել դա այդ թեզերը կոտրելու համար լուսանկարներ վիդեոներ այո ուրիշ տարբերակ չունենք վիդեոներ նրանք ովքեր որ իրապես ուզում են հասկանան թե այս մարդը ինչ է խոսում այս օրերին իրապես շատ տարածվեցին օրինակ բոլոր տարբեր դպրոցների նկարներ տարածվեցին մանկապարտեզների նկարներ տարածվեցին գործարանների նկարներ տարածվեցին եղան նաև ճանապարհների մասին տեղեկատվություն համահայկական հիմնադրամը թող հանդես գա հայտարարությամբ եւ ասի թե այս 30 տարվա ընթացքում դժվար անի այո բայց դրանով իսկ ինչ որ առումով նսեմացնում են իրենց 30 տարվա արածը ինչը ահռելի մեծ աշխատանք է այդ քաղաքականությունը որ ոչ մի բան չի եղել արդյոք ինչ որ անուղակի ձևով միտված չէ արդարացնելու Ալիևի անցկացրած էթնիկական զտումը միանշանակ եւ ոչ միայն մենք անընդհատ ենք դրա մասին խոսում որ տեսեք անգամ այն խոսույթի փոփոխությունը որ կատարվեց էլի անուղղակիորեն դրա արդարացումն էր սկզբից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կառավարության որոշումների դինամիկան նայեք հետո փոխվեց Ղարաբաղից բռնի տեղահանված հետո Ղարաբաղից տեղահանված հիմա այլ խոսույթում շատ հաճախ տեղահանված բառն էլ չեն ասում տեղափոխված բառն են ասում սա էլ է ինքնին անուղղակի խոսում այդ ցեղասպանական գործողությունների արդարացման մասին մյուսը Ստեփանակերտի մարտաճարի ոչնչացման ուրեմն ոչնչացման վերաբերյալ լրագրողի հարցին ինչ է պատասխանում այդ Արցվաշենի ասում եթե Արցվաշենում լիներ մսկիթ կքանդեինք նախ էլի շատ դժվարանում է զբառեր գտնել էլի այդ ամեն ինչը մեկնաբանելու բայց փորձենք նախ եկեք եթե իր անալոգիան այն է որ Արցվաշենում 100% կամ 90% հայեր էին ապրում եւ իրենք էին այդ տարածքի տերը եւ եթե ինչ որ մեկը հիմա ադրբեջանցին եկավ այնտեղ ինչ որ շինություն կառուցեց հետո հայերը հետ վերադարձան կասեն սա անօրինական բայց Ստեփանակերտում 95% հայեր էին ապրում ո՞րն է այդ քո անալոգիայի հիմքը այն տարածքը որի վրա կառուցվել է եկեղեցին եթե ես չեմ սխալվում մի մասը եղել է դեռ սովետական ժամանակներից հայ ընտանիքների տարածք հայ ընտանիքների շինությունա տներ ա եղել դեռ գերակաշահա ճանաչվել եւ տրվել եկել մի մասը եղել է ռեստորանի տարածք որոնք որ էլի հայ էին պատկանում հիմա այդ ով Ադրբեջանը ինչ հիմքով է ասում որ ստեղ անօրինական եթե գալիս ենք իջնում ենք անգամ այդ մակարդակի էլի այսինքն այնտեղ ադրբեջանցին որևէ բան չի ունեցել Ստեփանակերտում որը մենք քանդել ենք ու կառուցել ենք եկեղեցի եղել է հայկական ու ինքնավար մարզի որը որոշումները կայացվում էին տեղում անգամ սովետի ժամանակ եթե Ստեփանակերտում ինչ որ բան էր կառուցում որոշվում էր տեղում մարզային իշխանությունների կողմից այս կեղծ մանիպուլատիվ անալոգիա էր որը նպատակ ունի արդարացնելու Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները էթնիկ զտումը հիմա էլ արդեն մշակութային ցեղասպանություն է գոնե լռեն գոնե ես էլ եմ ասում գոնե ասեն չեմ մեկնաբանում ես գոնե դա եմ խնդրում որ նման հիմարություններ դուրս տալու փոխարեն ասեն չեմ մեկնաբանում ընդ որում անպայման մեր վրա մեր մասին ասել որ մենք քանդում ենք մենք քանդող ենք ես չէի քանդի եւ մենք չենք քանդել չէ մենք մսկիթներ չենք քանդել հակառակը Շուշիի օրինակով մսկիթները վերակառուցվել են եւ վերակառուցվել են այն մարդու ջանքերով որը հիմա Բաքվում բանտարկված է անօրինաբար մի թեզ էլ կա որը նույնպես ուղղված է մարդկանց ուղեղներ լվալուն որ
Արցախի անկման մեղավորը Արցախի վերջին նախագահն է եւ վերջին իշխանությունը տեղահանումից հետո առաջ այսինքն ինչպես եք դա մեկնաբանում Այս քաղաքականությունը հենց այս թեզերը, այս խոսույթը կարծում եմ նախորոք պլանավորված կերպով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 25 կամ 25-ից հետո միանգամից ուղղվել է հայկական դաշտ։ Ինչ նկատի ունեմ։ Հենց այդ պայն իրենք հասկացել են, գիտակցել են, որ Արցախի կորուստը իրենց վզին է։ Շատ ներողություն այս արտահայտության համար։ Ինչպես անեն, որ այդ ամեն ինչը փաթաթեն կամ այդ ամեն ինչը տանեն ուրիշ դաշտ, ուրիշի մեղավորության վրա դնեն։ Ու մտածել են, ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքերում էլ զոհի աղքատին ինչ են ասում են դու աղքատ ես, որովհետև քո աղքատությունը քո ուղեղի մեջ է։ Հիմա եկել են նույն բանով մատրիցայով այսպես ասենք victim blaming, այո։ Հիմա էլ ասում են Արցախի կորուստի պատճառը նա է, որ այնտեղ հեղաշրջում եղավ։ Արայիկ Հարությունյանը իր կամքով է հրաժարական տվել ու դրա մասին գիտենք բոլորս։ Ու ես ու արդեն իսկ խոսել են նաև դրա մասին Ազատ հայրենիք կուսակցության ներկայացուցիչները, ես տեսել եմ բազմաթիվ հարցազրույցներ դրա մասին։ Եվ չկար, այսինքն եղել է գտնվել է մեկը, որ այդ ժամանակահատվածում համաձայնել է դառնալ նախագահ։ Սա իրենք ներկայացնում են որպես հեղաշրջում։ Այս առաջին մանիպուլյացիան, առաջին կեղծ թեզը։ Հետո արդեն Շահրամանյանը գնացել է հրաժարվել է գնալ Սոֆիա եւ Բրատիսլավա եւ գնացել է Եվլախ եւ ստորագրել այդ փաստաթուղթը։ Շահրամանյանը չի գնացել Եվլախ։ Շահրամանյանը Եվլախում ընդհանրապես չի եղել։ Չի եղել։ Սա երկրորդ կեղծը եւ մանիպուլյացիան։ Այդ փաստաթուղթը ոչ թե ստորագրվել է Եվլախում, այլ այդ փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 27 թե 28-ին, երբ որ արդեն 90 եւ ավել տոկոսը Արցախից տեղահանված էր եւ ադրբեջանական պահանջի տակ ուղղակի հրապարակվել է Ստեփանակերտում կազմված փաստաթուղթը։ Այսինքն իրենց կողմից ներկայացված պահանջի ներքո։ Ոչ թե այդ բանակցությունների արդյունքում Եվլախ գնացել է, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի падգամավորներից կազմված պատվիրակություն, թե մեկ падգամավորից։ Ու այսպես, հա, այդ շարանը կառուցում են անընդհատ կեղծ տեղեկատվությունների հիման վրա եւ հետո Շահրամանյանը, որ ասում է կամ Արցախի իշխանությունների կողմից ասում է, որ նման փաստաթուղթ իրավական ակտերի շրջանակում Արցախին չկա, բայց լավ, եթե դուք դեմ եք այդ փաստաթղթին, ինչ այս պահի դրությամբ ամենաշատ այդ փաստաթուղթը Արցախի, այսպես ասած, լուծարման փաստաթուղթը պաշտպանողը ՀՀ իշխանություններն են։ Ոչ այնքան ադրբեջանական իշխանությունները, այդ փաստաթղթի գոյությունը, լեգիտիմությունը ամենաշատը պաշտպանողը ՀՀ իշխանություններն են։ Ինչի՞։ Բայց եթե այդ փաստաթուղթը ձեզ համար այդպես վատ բան է, ինչի՞ համար եք այդ մատի փաթաթան դարձել ու ամեն տեղ պաշտպանում եք այդ փաստաթուղթը, բայց մեղադրելով այդ փաստաթղթի, այսպես ասած, հեղինակին կամ ստորագրողին։ Սա է ամբողջ պատմությունը։ Հիմա եթե փորձում են պատմությունը այդպես ներկայացնել, ես վստահ եմ, որ պատմությունը հետո հստակ ասելու է, թե Արցախի կորուստի մեղավորություն, թե կլինի դավաճանական, կլինի սխալ քաղաքականության արդյունքում պատասխանատուն ով է, եւ ես վստահ եմ, որ դա պատմությունը գրելու է, որ դա ԿՊ-ական իշխանությունների վարած քաղաքականության հետ է։ Ընդ որում, ես մի ուրիշ բան էլ ասեմ, եթե անգամ նրանց հաջողվեց այնպիսի պատմություն շարադրել Հայաստանի ներսում, որ իրենք արդարացվեն, ախր միայն այդ ժամանակահատվածի պատմությունը միայն տվյալ պետության պատմաբանների կամ պատմագիրների միջոցով չի։ Համաշխարհային պատմությունը գրելու է դրա մասին։ Մեկ այլ, հա, հղում է անելու օրինակ նույն Մակրոնին, որն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջին հայ պաշտոնյան էր, որը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Մեկ այլ իմ կարծիքով շատ անմարդկային թեզ կա, ինչու եք եկել այստեղ բողոքելու, մնայիք այնտեղ կռվեիք, դիմադրեիք։ Ասում են ձեզ։ Ասում են։ Եկեք մենք կապենք ձեր առաջին հարցի հետ։ Ես սա ասել եմ ու շարունակելու եմ միշտ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, որքան որ Երևանի բնակչի հայրենիքն է, այնպես էլ իմ հայրենիքն է,
եւ նույն ձևով Արցախի հանրապետությունը, որքան որ իմ Ստեփանակերտցուց հայրենիքն է եղել, նույնքան էլ Աբովյանցու, Երևանցու եւ Գյումրեցու։ Հետեւաբար նույն ձևով, ինչպես որ Երևանցին կարող էր պահանջ ներկայացնել Արցախում կամ ինչ որ վատ բանի մասին խոսել, ասել, որ սա ճիշտ չէ, այսպես պետք է լինի, նույն ձևով էլ ես ունեմ իրավունք այստեղ բարձրաձայնելու խնդիրներ։ Մանավանդ ինքնանպատակ խնդիրների մասին չենք խոսում։ Տեսեք, երբ որ սոցիալական խնդիրներից ենք խոսում, ելի է թեզն են բերում, ասում են, եկել եք պահանջներ եք ներկայացնում, մնայիք ձեր Արցախում լավեր այնտեղ գրվեիք, մնայիք եւ այլն։ Իրենք շատ լավ հասկանում են, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի պայմաններում հնարավոր չէր հայ բնակչության ֆիզիկական գոյությունը Արցախի տարածքում եւ սա դրա համար էլ ասում ենք բռնի տեղահանություն եւ մենք չենք միայն ասում Freedom House-ը իր կազմած փաստաթղթում զեկույցում ասում է որ սա էթնիկ զտում է որ սա բլոկադայից 20 թվականից հետո էլ եւ հատկապես բլոկադայի ամբողջ ժամանակահատվածում մշակված քաղաքականության հետևանք էր եւ անխուսափելիորեն պետք է հանգեցներ ուրեմն տեղահանությանը։ Հիմա այս իրավիճակում խոսել որ ինչի է եկել այլ տարբերակ չկար։ Հիմա ցավով եմ ասում, շատ կան մարդիկ, ովքեր նեղված, վիրավորված այդ արտահայտություններից ասում են ավելի լավ չէր մնայինք բլոկադայի մեջ ապրեինք, այնտեղ ավելի ինչ որ արժանապատիվ էինք ապրում։ Սա էլ ճիշտ խոսույթ չէ, որտեղ դա բարձ է։ Նեղված խոցվածությունից տարբերակ չկար այդտեղ մնալ։ Այո, խոցվածություն տարբերակ չկար։ Եվ մարդիկ հաճախ այդ խոսքը ասում են, որտեղ խորը վիրավորվում են նմանատիպ խոսույթից։ Բայց եկեք էդ էլ ասենք, որ օրինակ ես թե իմ բախտը բերել է թե ինչ, ես իմ շրջապատում չունեմ արցախատյացներ։ Ոչ հարևանության մեջ, ոչ, այսինքն ես առօրյայում նման դեպքերի չեմ առնչվում, որ մեկը ինձ կանգնի, ասի ինչ է եկել մնայեք այնտեղ։ Դա հանդիպում եմ սոցիալական դաշտում, սոցիալական մեդիա դաշտում։ Ես փողոցներում այն ամենև այդպիսի բաներ լսել եմ։ Խոսում են ձեր բարբառով, անցնում է մի մարդ, ասում է հայերեն խոսեք, հա։ Հա, չէ, ինձ հետ նման բան չի եղել, բայց ես լսել եմ, ինձ պատմել են, որ օրինակ եղել է նման դեպք տրանսպորտում, կամ խանութում կամ շուկայում նման դեպքեր առնչվում են, բայց դա գիտեք ճնշող մեծամասնություն չի, դա կենցաղային մակարդակի ինչ որ խոսք է, որը կարելի է եթե փորձես հասկացնել, որ սխալ ես անում, հասկացրու, եթե չէ, ուղղակի անտեսում ես առաջ, բայց սարսափելին նա է, որ դա անում են իշխանությունները եւ շատ երկար ժամանակ իրենք քողարկեցին, որ իրենք չեն անում դա, որ քույրեր, եղբայրներ եւ այլն, բայց մետրոյի դեպքով ցույց տրվեց, որ այդ բուրգի գագաթին, այո, հենց կանգնած է վարչապետը։ Նույն խոսույթը փախածներով ինձ չասեք, այսպես այնպես մենք միլիարդավոր դրամներ էինք կամ դոլարներ էինք ուղում Արցախին եւ դա արդեն ինքնաբերաբար մտնում է նաեւ իր աջակիցների խոսույթի մեջ եւ երևի այդ ձեր հանդիպած մարդիկ են հենց իր աջակիցներից են եղել։ Նորմալ կշռադատող մարդիկ շատ լավ հասկանում են, որ բլոկադայից հետո Արցախի ստեղծված իրավիճակում այնտեղ ֆիզիկական գոյությունը անհնար էր եւ դա է պատճառը, որ մարդիկ ընդամենը 4-5 օրվա ընթացքում ամբողջությամբ տեղահանվել են մազապուրց, այսպես ասած, եւ որևէ մեկի լեզուն չի պատտվի այդ մարդկանց մեղադրել, թե ինչու եք եկել։ Նրանք ովքեր ասում են, սնվում են իշխանական այդ պրոպագանդայից, որն էլ հատուկ նպատակ է հետապնդում։ Եվ հետո ասել, որ չեք դիմադրել, բա 200-300 մարդ արցախցի, երբ որ Արցախ արդեն մենակ էր մնացել։ Պարոն Աբրահամյան, մենք էլի գալիս ենք նույն հարցին, մենք ինքը ում է թիրախավորում դրանով, ով է այդ լսարանը։ Ես այդ մարդկանց համոզելու իսկապես ոչինչ չունեմ։ Ես որքան էլ փաստեր հրապարակեմ, որքան էլ հերոսական պատմություններ ներկայացնեմ։ Այդ մարդիկ դա են, նրանց չես կարող հիմա ասել, գիտեք, նույն սպառնալիքը Սյունիքի գլխին է կա, ասել են ինչ ես ասում, չէ, տենց բան չկա։ Աստված չանի ինչ որ նման վտանգ լինի, այն ժամանակ, չգիտեմ, սկսելու են արդարացնելը, որ Սյունիքն էլ ժամանակին տրված էր, դեր Գարեգի Նժդեհն է մեղավոր, որ պայքարեց ու պահպանեց Սյունիքը, եւ նման ձևերով։ Ինքը շատ հանգիստ իր ընտրազանգվածին կարողանում է մանիպուլացնել։ Եվ այդ ընտրազանգվածը մաղվել է, հիմա եկել հասել է, չգիտեմ, 20-25%-ի
Էլի շատ է, կարծում եմ, այս ամեն ինչից հետո որ դեռևս այդքան հայ մարդ կա։ Այո, այդքան հայ մարդ կա, սա զարմանալի ինչ որ բան է, ընդ որում էլ ասեմ։ Շատերը երբեմն մտածում են, որ այդ մարդիկ հիմնականում գյուղաբնակ, ոչ այնքան բարձր ինտելեկտ ունեցող, կրթվածության մակարդակ ունեցող մարդիկ են, այդպես չի։ Կան բավականին կրթված մարդիկ, ովքեր այդ նույն թեզերն են առաջ տանում։ Վերադարձի իրավունքը կարծես թե միջազգային իրավունքի եվրոպական ատյանների դատարանների որոշումների առումով դուք այստեղ խնդիր չունեք, որովհետև բոլորը ձեր կողմն են արտահայտվել։ Որն է ապա խնդիրը։ Որն է խնդիրը ինչ առումով։ Վերադարձի իրավունքի մասին խոսելու եւ իրականացնելու։ Իրականացնելու թե խնդիր նկատի ունենք, եթե միջազգային դաշտում ենք նայում, այո, խնդիր չկա եւ Եվրոպական պարլամենտի վերջին բանաձևը հենց դրա ամենավառ ապացույցներից մեկն է։ Խնդիրը մի մասով նա է, որ այս պահին իրատեսական համարել, որ վաղ արցախցիները գնալու են ապրեն Արցախում, մենք երբեք անձամբ ես էլ երբևէ որևէ մեկին նման հույսերով չեմ այսպես ասած ոգեշնչում։ Մենք ասում ենք ինչ, հիմա ասում ենք, օքեյ, կա հաստատված վերադարձի իրավունք եւ բոլորդ ընդունում եք։ Մեխանիզմը չկա դրա շուրջ մեր քննարկումների, պայմանների շուրջ քննարկումների, իրականացման շուրջ քննարկումների։ Եվ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը, որ ձևավորվել է նախկին արտգործնախարարի գլխավորությամբ պարոն Օսկանյանի, հենց նաև նպատակ ունի այդ մեխանիզմը ձևավորելու։ Կար ինչ որ մնացորդներ այդ մեխանիզմի Միսկի խումբը, որը փակեցիք դրեցիք մի կողմ։ Լավ, բոլորդ ասում եք ճիշտ է, ունեն այս մարդիկ այդ իրավունքը։ Լավ, ինչպես անենք դա։ Հայաստանը չի խոսում, Ադրբեջանը չի խոսում, միջազգային դերակատարները խոսում են, բայց չկա այն հարթակը, որտեղ արցախցիները կգան, նրանց ներկայացուցիչները կգան եւ մյուս կողմի հետ միջազգային երաշխիքներով կսկսեն խոսել։ Շվեյցարական գործընթացը հենց այդ նպատակն էր հետապնդում եւ այսօր էլ շարունակում է այդ նպատակը։ Հենց այդ ռեզոլյուցիայի մեջ այդպես էլ ձևակերպված է ձևավորել պլատֆորմ, որտեղ Արցախի ներկայացուցիչները շվեյցարական խորհրդարանի ռեզոլյուցիայի մեջ հենց դա է։ Եվ մենք համարում ենք, որ այդ գործընթացը, այսպես ասած, դեռ ավարտված չի եւ այնպես չի։ Դեռ շարունակվում է այդ։ Մենք պետք է փորձենք հասնել նրան, որ ի վերջո որպես չեզոք երկիր Շվեյցարիան իրականացնի իր խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի պահանջները կամ պայմանները։ Սա է այսօրվա դրությամբ հիմնական խոչընդոտը եւ իհարկե հայաստանյան իշխանությունների վարկագիծն է, քաղաքականությունն է, շատ դժվարանում են երբեմն մեր միջազգային գործընկերներին բացատրել, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի պնդում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի բայց նրանք բացատրում են, իրանք էլ կուզեն 300 ադրբեջանցի բայց շատերն շատ լավ հասկանում են, որ դա բացարձակ իրար հետ զուգահեռվող երևույթներ չեն եւ մենք չենք էլի դա ասում։ Ես խորհուրդ կտայի նման զուգահեռներ տանողներին ուղղակի կարդալ Տոյվոկլարի վերջին հարցազրույցը, որպես Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ, որտեղ ինքը շատ հստակ ասում է, որ եթե խոսվում է խորհրդային Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի մասին, ապա դա կարող է զուգահեռվել խորհրդային Ադրբեջանից տեղափոխված հայերի մասին կամ տեղահանված այն։ Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը, նորմալ հստակ բան է տալիս, ասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը պահանջ է, արդարադատության միջազգային դատարանի պահանջ է, որոշմամբ սահմանված։ Իսկ մյուսը բանակցային նյութ կարող է դառնալ երկու պետությունների միջև, այսինքն հայերի վերադարձ ադրբեջանական տարածք կամ ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի Հանրապետության տարածք։ Երբ որ բացատրում է, շատ լավ մարդիկ հասկանում են սա, որ սա պահանջ է եւ կա ցույց տվեք մի հատ միջազգային փաստաթուղթ, հատկապես միջազգային դատական ատյանի կողմից կազմած փաստաթուղթ, որ կասի, որ ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Այդ հարցը փակված է։ Այո, այդ հարցը փակված է եւ ես խորը կասկածում եմ, որ հենց այդ հավասարության նշանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ է դրվել։ Իհարկե Ադրբեջանից էլ կար այդ պահանջը, բայց դա լեգիտիմացնելու ուղղությամբ Փաշինյանը հաստատ շատ ջանասիրաբար աշխատել է։ Վերջին հարցը դառնալով մեր հիմնական թեմային։ Իշխանությունների կարծիքով
արդիականացման խնդիրը, հա, լուծվում է այսպես։ Ինչպես Սևազգեստ մարդիկ ֆիլմում, հա, ինչ որ մի հատ սարք է, ֆոտոապարատի նման, չկասնում ես եւ մարդիկ ընդհանրապես անջատում են իրենց հիշողությունը։ Նման բան հնարավոր է թե։ Ոչ, նման բան հնարավոր չէ։ Նման բան մանավանդ այս դարում, երբ որ տեղեկատվություն ստանալը շատ ավելի հասանելի է եւ պարզապես պետական պրոպագանդայով պայքարել հիշողություն ջնջելու համար հնարավոր չէ։ Ու էդ էլ ասեմ, նախ տեղահանված մարդկանց հիշողությունից դա ջնջել հնարավոր չէ, պարզապես հնարավոր չէ, ասենք ինչպես կարող եք իմ ուղեղից հանել Արցախում ապրած իմ տարիները։ Դա հնարավոր չէ։ Երկրորդ դեռևս, չգիտեմ, սա ասեմ թե չասեմ։ Ասեք։ Ասեմ։ Դեռևս մեր դպրոցներում Արցախը կա։ Ես դրա համար հարցրեցի, ասեմ թե չասեմ, որ հանկարծ հիմա էլ մեծ արշավ չսկսեն ու դպրոցները։ Դե մի քիչ արդեն անում են այդպիսի բաներ։ Մի քիչ անում են, Արցախի հետ անկյունները ոչնչացում են եւ բայց կա։ Եվ կա շնորհիվ ուսուցիչների։ Մենք էլ ունենք երեխաներ, որոնք հանրակրթական դպրոց են հաճախում եւ երբ որ միջոցառումներ են լինում հայրենիքին նվիրված, ինքնությանը նվիրված, բոլոր միջոցառումներում արցախյան բաղադրիչը կա։ Ես եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին, որոնք որ սա պահում են։ Սա նշանակում է, որ անգամ հաջորդ սերնդի հիշողության մեջ դա ջնջել չի լինելու։ Եվ ի վերջո, բավականին մեծ թվով մարդիկ աշխատում են, որ այդ հիշողությունը չջնջվի։ Գիտնականներ, մշակույթի գործիչներ, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներ բավականին աշխուժացել են արցախյան մտավորական շրջանակները, բավականին մեծ թվով գրքեր են գրվում, պատրաստվում նաև լրագրողներին հիշել։ Եվ իհարկե լրագրողները, այնտեղ համատեղվում էր գրող լրագրողը, շատ հաճախ համատեղվում է։ Եվ այս իրավիճակում իրապես ես կարծում եմ, որ հիշողություն ջնջել հնարավոր չի լինելու, մինչև որ համենայն դեպս պետք է պայքարել, պահել, մինչև որ կունենանք այնպիսի իշխանություն, որը որ ոչ թե կփորձի ջնջել, այլ հակառակը կփորձի ջրել այդ հիշողությունը, սնուցել այդ հիշողությունը, վառ պահել մարդկանց մեծ հիշողությունը, իհարկե վերադարձի օրակարգ առաջ մղելով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։